Երևանի, Աշտարակի ու Էջմիածնի հայորդյաց տների սաները Սուրբ Հռիփսիմե վանքի բակում տեղավորել են նկարչական պարագաներ, շախմատի տախտակներ, գորգ գործելու դասգահներ, ձեռքի աշխատանքի զանազան պարագաներ, նկարում են, գործում, խաղում, երգում։ Հռիփսիմյանց կույսերի տոնին հայորդյաց տների սաները հոգևոր տեսուչ Տեր Հարություն Վարդապետ Կիրակոսյանի առաջնորդությամբ հաստատությունների հոգևոր սպասավորների, մանկավարժների հետ միասին մեկտեղվել են այստեղ նշելու եկեղեցական տոնն ու երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Մարի Զաքարյանը հենց Հռիփսիմե վանքն է նկարում, Էջմիածնի հայորդյաց տան մանրանկարչության դասարանում է սովորում։ Ամեն նկարում բացահայտում ենք նոր թեմա, ուսումնասիրում ենք առաջին հերթին այն, որովհետև առանց իմանալու, թե ինչ թեմա ենք նկարում, մենք երբեք չենք կարող սկսել նկարել։ 9-ամյա Անի Գալյանին մաքրամեն է հետաքրքրում, նա Նորքի հայորդյաց տան սան է։ Ես հիմա գործում եմ մեր մաքրամեն խմբակից մի վարժություն, անունը Փեթակ է։ Այս գործը իմ համար շատ հաճելի է։ Ինձ համար շատ հաճելի է թելերով զբաղվելը։ Մանկուց փորձել եմ իմ տիկնիկների համար շորեր զգեստներ կարել։ Մայրիկից խնդրել եմ, որ ինձ սովորեցնի հելունով ասեղնագործություն։ Սուրբ Հռիփսիմե վանքից երեխաներն ուղևորվեցին Զվարթնոցի տաճար տեսնելու ճարտարապետական գլուխգործոցը։ Զվարթնոցի տաճարը կառուցվել է այն վայրում, որտեղ միմյանց են հանդիպել Տրթատ Մեծը եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Զվարթնոցի տաճարում հայորդյաց տների դհոլահարները ֆլեշմոբ անցկացրեցին։